Ժամանակ դերը մինի կովեմ, անոր կովությունը միշտ իմ պերանս պիլլա, իմ անցս դերոչմով պիլի բարձիկ, խոնաները պիլի լսեմ և ուրախ լան, ինձի հետ դերը մեծուցենք, ու մեկ դեր պաշտացնենք անոր անունը։ Միանան այս արավոտ Սամոս երկուին, աշտելով, պաշտացնելով մեր սկանչելի պրկչին պարավոր անունը, որով եկեք պաշտենք զինքը, խոնարին, Պետվեմի մսույր մեծ զնո մանուգին արջև և հրճագենք զինքը արկա դեր ամենից։ Այո, միշտ երկենք և կողապանենք մեր պրկչին անունը, միշտ պիտ երկեմ և կողապանեմ, երկու անգամ գերտա երասիրքը։ Այնպես անուշ անուն չիգա, տիվ 367 Այնպես որ նովակախումբը շիտակ կնվակ ես աշխայց մեմ ծեզի դեպի մեմ նովակախումբի դեպի չգրծա մեջ են ելել այնպես անուշ անուն չիգա այնպես սիրուն մեկ չափ է մինակ ամիջապես երկրորդ համարի բինասնի հետևեցեք մեզի անգամ ևս
պաշտել այս Հիսուսը գարտալով ես սրբազան խոսքեն, մինչ բոլորս ոտքի վրա գայնած բիլան գիգարտամ Մարգարեություն Եսայա 35-րդ գլուխը։ Մարգարեություն Եսայա 35-րդ գլուխ։ Անաբադն ու չոր երգիրը բիդի ուրախանան, և ամպնակ երգիրը բիդի ծնձա ու շուշանի վես բիդի ձաղի։ Անիգա բոլորովին բիդի ձաղի և ծնձությամբ ու երգերով բիդի ուրախանան։ Անոր բիդի դրվի լիպանանին պարկը, գարմեղոսին ու սարոնին վայելչությունը։ Անոնք դերոչը պարկը մեր աստուծույն վայելչությունը բիդի դեսնեն։ Թուրցած ծերկերը ուժով ծուցեք ու տողտոչուն ձունգերը զորացուցեք։ Թուրասիրտներունս եք ուժովցեք մի մախնակ։ Ահա ձեր աստվածը վրեժքունթությունով աստծո հատուցումովը բիդիկա։ Անիգա բիդիկա ու ձեզ բիդի ազադե։ Այնադեն գույրերուն աչկերը բիդի պացվին ու խորին ագանչները բիդի պացվին։ Այնադեն գաղը երջերուի վես բիդի ծատ կրդե ու համրին լեզուն օրդություն բիդի երկե։ Կանզի անաբադի մեջ չուրև ու ամպնակ երկդի մեջ հեղեղներ բիդի պխին։ Խոշագահար երգիրը լիջի բիդի թարնան ու ձարավոտ երգիրը չուրի աղբյուրներ բիդի պխեցնե և ճակալներուն բարգած պնագարանները երեքի ու գնոտի կավիտ բիլոլա։ Հոն բոբատյա ու ճամփան բիլոլա։ Վանիգա սրպուտյան բոդա բիդի ոչվի։ Անգե բիղծ մեգը բիդի չանցնի։ Աբա անիգա անոնց համար բիդոլա, որոնք անոր գերտան ու իմարներն անգամ բիդի չմոլորին։ Հոն արույց բիդի չլը, անոր վրա բադարող կազան բիդի չել է, և հոն բիդի չի կտնվի, աբա փրկվածները հոն բիդի կալեն։ Դերոչը փրկածները բիդի տարնան, երկով սյոն բիդի կան, և անոնց գլխուն վրա հավիդնական ուրախություն բիդլա, անոնք ծնծություն և ուրախություն բիդի ստանան, և դրկմություն, հեզություն անոնց մե բիդի կերանա։ Դերորդն է խոսքին ընտերցումը աղոթենք։ Հարավորյալ Սուրբ Հայր, հարկ ու դանքեզի, որ անգամ ևս մեզ հոս ժողվեցիր, եկած ենք ով դեր ամեն բանի առաջ, ամփոփվելու ներկայության մեջ և քեզ պաշտելու։ Եկած ենք բարգվելու աշխարհի բոլոր հոգերեն մտածմունքներեն և անգամ ևս կուզենք քեզ մեր պաշտամունքին առարգամ դարձնել։ Տուն արժանի ես բաշտվելու և գերգրբաքենք քո առջևդ այս առավոտ, կուզենք որ միայն տուն բարձրանաս և այս օրերուն մեր եկնավոր հայրը մինչ գհիշենք փրկչին ծնունդը, գաղութենք որ սովորական վիճակները մեզ դուրս հանես, որպես իրավես մեր սրտերը խայդան, ուրախանանք փրկչին ծնունդով, մեր կյանքերը նորոգվի և ուրախանանք մեր ապաշխարությունով, մեր փրկությունով։ Գաղութենք ով դեր որդուն մեզ այս օրերուն խոնարհության միտքը շնորհե, ինչպես Տեր Հիսուս երկնքի փառքը ծրկեց, հարստությունը աղքատացավ, եկավ մսուրի մեջ, մենք ալ նույն միտքը ունենանք։ Փառք ու դանք փրկչին կատարած մեծ գործին համար, որ մինչև այսօր կվայելենք։ Այս պահուս մեջ կխնդրենք քեզ մի ով դեր, որ անգամ ևս քո խոսքդ օրհնես, օրհնաբերը լա, և խոսքը դեր գտնե մեր սրտերներս։ Գաղութենք բոլոր անոնց համար, որ հոգևոր պայքարներու մեջ են, ինգածները ով դեր վերագանքնին, դգարները զորանան այս առավոտ, քո խոսքդ բժշկություն առաջ բերե։ Մեր հույսը վստահությունը քո վրա դե, քո խոսքիդ վրա է։ Վաստահոր գաղութենք ով դեր մեր մեջ են բոլոր անոնք, որ դագավին ֆիզիկապես ձգար են, քո ցերկդ անոնց երկարի, բժշկե, զորացնե, գաստուրե, և օգնե որ մեզի այս առավոտ առողջ մարմնով, առողջ հոգիով, առողջ մտքով քեզ պաշտենք։ Օրհնես մեզ ամեն մեկը և գաղութենք, որ այս պաշտամունքը քո առջևդ
հավատքով խառնված լավ ու արջևդ ընդունել լավ Հիսուսի անունով ամեն Դարձը պիտի պարապանենք դեր երկրով 501 երկրտիվ 501 բարկլա աստծո աստի մեծ գործին դարձյալ 355-րդ երկրորդ 355 Մեզի բիդեկենք առաջինքորդ երորդ համարները, չորդ համարը մեզի բիդ նվակեն նվատապոպա, շալան երկեր 5-րդ համարը։ 355 Amen.
Նոնիմ հրավիրելու Վանեղ Պայսակիսյան, որ դիրոջ պայքնամար նվակ է և երկ է։ Հայրուրյերոտ սաղմոսը բիդի երկեմ, բայց անգլերեն բիդի երկեմ գներեք, վստահեմ, որ գուզենք չեշտ տնել հայրենին վրա, բայց այս գիրագի ալ զարմանալի պամ եղավ, երբ բադանյաց քիչ առաջ մեր օգնականները մեկը խոսեր, երևայացեք, որ բադանուհիները մեկը ինձի նիշան գներ և գուզեր պամ հասկցնել։ Ինչ է, վերջապես հասկացա, որ ինձի գսա, որ հայերեն տող խոսի առաջնորդը, ուրեմն գմորնանք երբեմն գխոսինք անգլերեն, բայց պետք է մեր շեշտը հայերենին վրա տնենք և բայց իմ անգլերեն մի երկեմ։ Bless the Lord, oh my soul, and all there is within me, bless his holy name. Bless the Lord, oh my soul, and never forget the glorious things he's done for me. He forgives all my sins, he heals all my diseases, ransoms my soul from hell. He surrounds me with loving kindness and compassion. He fills my years with good things, so that my youth is renewed like an eagle. Bless the Lord, oh my soul, and all there is within me, bless his holy name. Bless the Lord, oh my soul, and never forget the glorious things he's done for me. He forgives all my sins, he heals all my diseases, ransoms my soul from hell. He surrounds me with loving kindness and compassion. He fills my years with good things, so that my youth is renewed like an eagle. Bless the Lord, oh my soul, and all there is within me, bless his holy name. Bless his holy name. Bless his holy name. Բնականոց կգտնվի Եբրայեցիս 12-րդ գլխում 14-րդ համարի մեջ։ Եվ այդ համարը գսե խաղաղության ետևե երեք ամենուն հետ և սրբության առանց որով մեկը պիտի չտեսնե։
դերը։ Ասկե մի քանի շաբաթներ առաջ Հիսուս եւ դեր նյութին մասին խոսեցած ցեզի։ Եվ այդ պատկամի մեջ ասած էի, թե ամերիկյան գրոնական շրջանակներու մեջ ադենեմը իվեր աստվածականական տնույթ ունեցող վիճականությունը դերի գունենար այս նյութին շուրջ։ Եվ նկատելով, որ այդ նյութը մեծ ալ գահետաքրքրեր, իբրև եկեղեցի հավատացյալներ, թափակած էի ձեր ուշադրության հանձնել։ Եվ ձեր հիշողությունը թարմացնելու համար այդ առիթով ասած էի, որ գարկմը Սուրբ Քրոց վարդապետներ եւ գլխավորապես այդ վեճը ցակում ստացած էր անգլիացի Սուրբ Քրոց վարդապետ եւ գեղարական Ջոն Ստոքի կրած մեկ հոդված են, գհավատային, թե փրկությունը գադարյալ գլար միայն գադարյալ նվիրումով։ Երբ Հիսուս ոչ միայն իբրև փրկիչ գտնվեր, այլ նաև միևնույն ադեն իբրև դեր։ Ասիկա գնշանագեր, որ ապաշխարողը անվերաբախորեն պիտի ենթարկվեր Քրիստոսի դերության, the Lordship of Christ, եւ անոր ուսացին պես յանք մը պիտի ապրեր։ Ասիկա գադարյալ նվիրում եւ հնազանդություն Քրիստոսի գամքին ենթադրեր։ Գադարյալ նվիրում ասելով կհասկանանք նախ ամբողջ էությամբ եւ առանց պայմանի Քրիստոսի նվիրվել։ Այս նվիրումը մեզ հավելվածական նվիրումներու գարաչնորդ է։ Մեր մեջ հոգևոր ծառայության եկեղեցի ընտանիքին եւ մեր ընտանիքին դարձյալ նվիրում գստեղծե այս գադարյալ նվիրումը։ Եթե ուսանող ես դպրոցիդ եւ կուտասերուտ գնվիրվիս, եթե պաշտոնյա ես պատկանած ընկերությանդ եւ բոսիդ գնվիրվիս, Աստծո խոսքը գսե պաշտոնյաներուն ոչ թե մարդո հաջոյի պես աչքի առջև ծառայելով, ապա Քրիստոսի ծառաներուն պես սրտանց Աստծո գամքը տնելով։ Եփեսացիս 6:6։ Եթե անձնական գործ ունիս, եւ գուցե որ անձնական գործ ունեցողներ հիմա ուշադրության մտի գնեն այս տեսերիկներուս։ Գադարյալ նվիրում քեզ քու դնդեսությանդ գիտագից կդարձնե։ Ինչս էլ է քեզ քու դնդեսությանդ գիտագից դարձնել, քեզ գիտագից կդարձնե այն իրողության, որ թերևս մինչև այն ադեն չէիր գիտած, գամ եթե լսած էիր չէիր ընդունած, որ քու կորձդ քեզի չպատկանիր, այլ 100% Աստուծո կպատկանի, որովհետև Աստված քեզ իբրև սեփականություն հրած է իրեն Քրիստոսի մահով եւ ինչ որ դու ունիս նույնպես Աստծո կպատկանի։ Այս գիտակցության, այս իրականության գիտակից կդարձնե գադարյալ նվիրումը։ Եվ դու այդ կորձին վրա Աստծո գոմե վերագացու նշանակված ես։ Եվ դու Աստծո հաշվետու ես այդ կորձին համար։ Եվ Աստված քեզ մեկը պահանջե, որ այդ կորձին լավ հոգ տանես, որպեսզի այդ կորձը վնաս չգրե։ Այս տնտեսությունը stewardship, դարձյալ մեզ ուրիշ բանի մի ևս գիտակից կդարձնե։ Ինչ է այդ բանը։ Բարձրապես այն, որ Աստված սուրբ է, եւ չուզեր, որ իր կորձին մեջ որևէ անբարգեշտություն մտնե։ Աստված իբրև քու խանութիդ կամ քու գրասենյակիդ դերը
Չուզեր, որ այդ խանութին մեջ սուտ խոսվի, չուզեր, որ այդ խանութին մեջ հարթակությունը լա, չուզեր, որ այդ գրասենյակին կամ խանութին հաճախորդները հարստահարվին, այսինքն exploited լան, որովհետև Աստված կտասիրտ, բարեկուտ Աստված է։ Գիտագից պետք է դառնա այդպիսի մեկը, որ իր խանութին վրա կոդեշ լա Եհովա գրված է, սրբություն, դիարմ, եւ այդ կորցը Աստծո դաջարը պետք է լա։ Հոգևոր կյանքը միայն գիրագի օրվա կյանք չէ, այլ նաև շաբթվա 6 օրեր ընթացքին պետք է նույն գերբով ապրվի, ինչ որ գիրագի օրեր գաբրվի։ Ուրեմն հիմա երկու տեսակետներ կան, քաղաքական երկու դպրոցներ կան, այդ դպրոցներն մեկը գսե, որ փրկությունը գադարյալ գնա ոչ միայն ապաշխարությունով, այլ նաև գադարյալ նվիրումով։ Այսօր հագարակ քաղաքական դպրոցը կա, եւ այդ դպրոցն կհավատա եւ կբնթե դե հավատք եւ նվիրում, ապաշխարություն եւ գադարյալ նվիրում, ասոնք երկու տարբեր բաներ են եւ մեկը մյուսին հետ գապ չունի եւ թե մեղավորը փրկված կնկատվի եւ Հիսուսը իբրև փրկիչ կընդունի առանց զինք ընդունելու նաեւ իբրև դեր եւ առանց ենթարկվելու եւ հնազանդելու Քրիստոսի դերության գամքին։ Ասոնք գբնթեն թե շնորհքը, թե փրկությունը շնորհքի արդյունք է։ Այսօր ըսելիք չունենք։ Մենք կհավատանք, որ շնորհքով փրկված ենք հավատքի միջոցով։ Եվ եթե Աստված մեր հնազանդությունը կամ մեր հոգևոր ապրելակերպը հաշվի առնելով մեզ երկինք ընդունելու ըլլա, այնադեն մենք շնորհքով փրկված չենք ըլլար, այլ մեր հոգևոր կյանքի արժանիքով, որով ըստ այս դպրոցին մեղավորը կփրկվի եւ երկինք կերտա, հակառակ իր կործած շատ մսխաններուն եւ մեղքերուն, որովհետեւ այլևս փրկությունը շնորհքի արդյունք պիտի չլար, եթե իր մեղքերուն պատճառով երկինքեն զրկված լար։ Եվ զարմանալի է, որ այսպես հավատացողներ մյուս հավատացողներուն հերետիկոս կգոչեն եւ անոնց վարդապետությունը հերետիկոսություն կգոչեն։ Ես կխորեմ, որ ավելի շիտակ բիդլար, եթե իրենք գոչվեին հերետիկոսներ։ Եվ այս քաղաքական դպրոցը կշարունակի եւ գսե, ճիշտ է, որ այս տեսակ հավատացյալը, որ հակառակ իր կործած մեղքերուն երկինք պիտի երթա, ճիշտ է, որ երկինքի մեջ պիտի զղջա երկրի վրա իր ըրացներուն եւ իր ապրած կյանքին նկատմամբ եւ Քրիստոսի ադյանին առջեւ պիտի հանդիմանվի իր ապրած մարմնավոր կյանքին համար եւ հոգեվոր ծառայության մեջ թերացած ըլլալուն համար որևէ վարձատրություն պիտի չառնե։ Խոստացված 5 բսակներեն ալ պիտի զրկվի, որովհետև ավետարանի վայել կյանք չի ապրած երկրի վրա, եւ քանի որ բսակ չունի, աստղեր ալ պիտի չառնե, որպեսզի այդ բսակին վրա տնե։ Երան թե այնպես չբարվեին այդ հավատացյալները, գսեն այս բարեկամները, բայց քանի որ գհոժարին զրկվել բոլոր այդ օրհնություններեն, ինչ գրնանք տնել գավերցնեն անոնք։ Ասիկա դեսություն մնե, որ հավատացյալներու սրդին գխոսին։ Եվ խոսքը մեջերնից,
Եթե ես այսօր ցեզի հարցնելու լայի եւ ասեի, որ դուք գահավնիք այս տեսությունը եւ գուզեք, որ այս տեսությունը, այս վարտաբերությունը, սուրբկրային վարտաբերությունը եղածլար, դուք գփափակիք, որ այս երկրի վրա ուզած նիտպես աբրիկ եւ հետո երկինք երթակ, վստահ եմ, որ շատեր իրենց սրտեն մտքեն այո գիտասեին։ Ոչ միայն երիտասարդին գխոսի, այլ նաև չափահասին, այլ նույնիսկ ձերերուն գխոսի այս տեսակ լայն ջամփամը։ Ես ագիրի փափակեի, որ այդ ասվածները սուրբկրային եղածլային եւ միլիոնավոր հավատացյալներ երկինքեն չզրկվեին, սակայն ինչ աստիճան մեր փափակը կգադարվի անգերձորեն կգասկածիմ։ Անցյալ պատկամիս մեջ ասած էի, թե Ջոն Ստոթին կրած այդ հոդվածը ժխտելու նպատակով երկու կարևոր քիրքեր կրված էին երկու ամերիկացի Սուրբ Քրոց վարդապետ աստվածապաններու կողմէ։ Անցյալ տարի հայտնի հովիվ և հեղինակ Ջոն Մաքարթեր քիրք մկրեց The Gospel According to Jesus, ավետարան ըստ Հիսուսի։ Ջոն Մաքարթեր Սանվելիի Grace Community Church-ի հովիվն է և շատ նշանավոր հոգևոր առաջնորդ և հեղինակ է։ Եվ երկու հայտնի հոգևոր առաջնորդներ թեմքեր այս քրքին նախապաններ կրած են։ Անոնց մեկը աստվածապան է J.I. Packer անունով և մյուսը Ֆիլադելֆիա 10-րդ երիտասարդական եկեղեցու հովիվը և նշանավոր հեղինակ Ջեյմս Մոնտգոմերի Բոյս։ Եվ այս երկու հոգևոր առաջնորդները կհաստատեն այս քրքին մեջ Ջոն Մաքարթերի ըսածները և այս քիրքը կհանձնարարեն գրոնական աշխարհին։ Այս քրքին մեջ Ջոն Մաքարթեր կհաստատե Հիսուսի դերության փրկությունը, The Gospel of the Lordship of Christ. Այսինքն կհաստատե այն, ինչ որ Ջոն Ստոթ գսե և կքարոզե։ Եվ քանի որ այդ երկու անձերը Զեյն Հոջս և Չարլզ Ռիրի, որ Ջոն Ստոթի դեսությունը ժխտելու համար քիրքեր կրած էին, հիմա կորցի լծվեցան և Մաքարթերին ըսածները ժխտելու և չեզոքացնելու համար դարձյալ մեկ քիրքեր կրեցին։ Charles Reedy So Great Salvation անունով քիրք մկրեց և Zane Hodges Absolutely Free։ Երկու քրքերու մեջ ալ գշեշտվի Աստուծո անպայմանավոր շնորհքը։ Այսինքն երբ անպայմանավոր շնորհ գսենք, կհասկանանք, թե Աստծո շնորհքը մեղավորը կփրկե առանց պայմանի, այսօր մենք համաձայն ենք, բայց քանի որ շնորհ է, աճ կկոծե փրկված հավատացյալին դրած հանցանքներուն և թերություններուն և կործած մեղքերուն։ Այլապես կսեմ, շնորհքը լալե պիտի թատրեր, եթե Աստված հաշվի առներ երկրի վրա մեր վարքը և փառքը։ Քաղաքական այս երկու դպրոցներն ալ կհավատան, որ փրկությունը շնորհքի արդյունք է, այսօր կասկած չկա, և հավատքով միայն կարելի կլա։ Երկուքն ալ կհավատան, որ Հիսուս փրկիչ և դեր է։ Երկուքն ալ կհավատան,
որ գադարյալ նվիրումը եւ սուրբ կյանքը անհրաժեշտ է հավատացյալի համար։ Սակայն ասոնց մեկը կհավատա, որ մեղավորը փրկված կնկատվի ապաշխարությունով եւ գադարյալ նվիրումով, իսկ երկրորդ դպրոցը կբնթե, թե նվիրումը պայման չէ մեգումը խրգված լալու։ Ուրիշ խոսքով, մեկը գսե թե ապաշխարությունը խավարար է երկինք երթալու համար, որ չէ թե ինչպես գաբրի, իսկ մյուսը գսե թե փրկված եմ ըսողը պետք է ապաշխարության արժանավոր բդողներ բերե։ Մեկը գսե թե ապաշխարությունը ներքին փորձառությունը եւ փոփոխությունն է եւ պետք չունի դեսանելի լալու, բայց մյուսը գսե թե ներքին փոփոխությունը պետք է ինքնզինքը արդահայտե ապաշխարողին արդակին կյանքին մեջ։ Մեկը գսե թե Աստված կդաշնա իրենները, մյուսը գսե թե մարդիկալ պետք է զայն ջանչնան։ Մատթեոս 5:16 Իրենց բդուղեն պիտի ջանչնակ զանոնք Մատթեոս 7:16 Բարս խոսքով այս երկու դպրոցները մարմնավոր հավատացյալի եւ հոգեվոր հավատացյալի տարբերությունը եղող դպրոցներ են։ Zane Hodges, The Hungry Inherit անոր կիրք նկրեց։ Անոթիները գժարանքեն։ Այդ կիրքին մեջ այս տեսակ հատված մգա, պարագրաֆ մգա, որ գուսեմ սերվշատյան հանցներ, այսպես կսեն։ How fortunate that one's entrance into the kingdom of God does not depend on his discipleship. If it did, how few would ever enter that kingdom. Գսեթե որքան մեծ պարտավորություն է, որ հավատացյալին երկինք մտնելը իր աշակերտութենեն գախյալ չէ։ Եթե այդպես եղած լավ, շատ քիչեր պիտի գրնային երկինք երթալ։ Եվ այս բանին John MacArthur իր քրկին մեջ այսպես կպատասխանի. Yet isn't that exactly what Jesus himself taught by saying that the gate was small and the road narrow and few are those who find it, Matthews 7:14 Եվ John MacArthur այս քրկին մեջ այդ դեսության պատասխանելով գսե ճիշտ այդ էր որ Հիսուս սորվեցուց եւ պսավ թե թուրը բստիգե եւ ջամփան ները եւ քիչվոր վիդալան անոնք որոնք երկինքի թակավորությունը բիդի մտնեն ինչ է աշակերտը եւ ով է աշակերտը MacArthur քրկին մեջ գլուխ մոնի որ դրամատուրգված է այս նյութին մի քանի կարևոր դժվարներ եւ վարդապետություններ այս քրկին մեջ կհիշվին եւ այդ նյութերեն մեկնալ ինչ է աշակերտը ով է աշակերտը Երբ Հիսուս եկավ իմ ետևես եկուր, ինչ ըսել ուզեց, իմ ետևես եկուր ըսված խոսքը ինչ բաներ կփոխանցագե, բացատրություն կտա Ջոն Մակարթր այս քրկին մեջ։ Ավետարանին ուսմունք այն է, որ աշակերտը մեկն է, որ Հիսուսի հրավերը լսած է, իր անձը ուրացած է, հաչը արած է և Հիսուսի գհետևի։ Ըստ Մակարթրի, եկեղեցիներ և փեմեր պատասխանատու են իրենց քարոզած easy believism-ի համար։ Easy believism կնշանակե, այսինքն ավետարան այնպիսի գերբով ներկայացնել, որ մեղավորը շատ թյուրությամբ պիտի հոժարի ապաշխարելու, որովհետև վճարելի քինը չկա, եւ ասիկա
ինձ գիշեցնե այն բարական, երբ հավատացյալը վգայեց իր մեկ բարեկամին եւ սա պետք է ապաշխարեց եւ այդ բարեկամը ասավ ես իսկապես կհետաքրքրվեմ հոգեվոր կյանքով եւ ուզեմ ապաշխարել, բայց սա դժվարություն ունիմ, ասավ ինչ է դժվարությունը, ասավ ես կձխեմ եւ ես սա չեմ գնալ վազանցնել ձղախոդեն, եթե ապաշխարեմ պետք է վազանցնեմ, բայց չեմ ուզել, չեմ գնալ, շատ գցրեմ ձղախոդը եւ այդ բարեկամը ասավ դու ապաշխարե եւ շարունակեց ձխել. Գլա, անշուշտ, լավ նպատակով սա այդ մարդը, խորելով, որ ապաշխարել են ետքը, Սուրբ Ոգին իր մեջ այդ ծխավոքին հանդեպ ադելությունը պիտի ստեղծեր եւ պիտի հասկանար, որ սխալ է, պիտի ցիկեր եւ այս մարդը ապաշխարեց եւ շարունակեր ձխել. Եվ օրը մեկը հանդիպեցավ, գխորին որ եղբայրական անդամ էր այդ մեկը, որտեղ այս մարդը նույնիսկ ապաշխարած է, անալուսավ այո, ապաշխարած է. Ինչի հանդիպածը չգիտցավ, մեյմը իրեն նայեցավ, մեյմը ցերքի սիգարետին, ուսավաս ինչ է, ապաշխարած մարդը կձխե, ուսավ ան որ զիս ապաշխարեցուց, ուսավ որ տուն ապաշխարե և ձխե, տուն ուսավ անգյալի լավ գիտես, որ ինձի կխոսիս. Այս է մեկ կարակտերիսած իզի բիլիվիզմը, այսինքն եկեղեցիներ եւ ավետարանիչներ ավելի թիվեր կոյացնելու յետևեին, քան թե նկարակիրներ մեջտեղ տենելու. Ապաշխարետուն ցերկդ վերցուր եւ եղավ. Արդյունք այն գլա, որ կապաշխարե եւ դարձյալ իր կործած մեղքերը կշարունակե. Մեկն է, որ հաշվի արած է աշակերտության քինը. Ով է աշակերտը, մեկն է, որ հաշվի արած է, թե ապաշխարություն ինչ ենթադրե, թե ինչ քին պիտի վճարե, եթե ապաշխարելու ըլլա, եւ խոժարած է այդ քինը վճարելու. Այդ առումով երիտասարդ հարուստ իշխանը չէ խոժարած աշակերտության պայմանին եւ ուստի չէ ապաշխարած. Աշակերտության ակնարկելով մեր դեր այսպես ասացե Ղուկաս 14:28-30-ի մեջ, վասնզի ցես մե ով աշտարակ մշիներ ուզելով առաջ չնստիր ու հաշիվ դներ ձախքը թեզանիգա լմնցնելու կարողություն ունի, որ չլաթե երբ հիմը ցկե ու չգրնա լմնցնել բոլոր դեսնոները զինք ձար ընեն եւ ասեն այս մարդը սկսավ շինել ու չգրցավ Մեկ ասած է, թե աշխարհի մեծակույն ողբերգությունը Բեթհովենի գիսավարտ համանավակն է անֆինիշ սիմֆոնի. Ուրիշ մեկն ալ հոգևորը անոր ակնարկելով ասած է ոչ, սխալ է. աշխարհի մեծակույն ողբերգությունը գիսավարտ քրիստոնյան է. Գիսավարտ հավատացյալն է. Մարմնավոր հավատացյալ. Ան, որ ջամփա ելած է հոգևոր կյանքը ապրելու համար, այն, որ ուխտած է այդ ջամփուն ջամփորդը լալու համար, այն, որ ուխտած է Աստծո օրենքներուն համաձայն քալելու համար, բայց միայն անոնց մե ոման գադարած է եւ մյուսերը ցկած է, այս է գիսավարտ քրիստոնյան. Ան, որ գավաշխարե, բայց Քրիստոսի դերության չի վատագիր. Գաբաշխարե, բայց Քրիստոսի չնվիրվիր. Գաբաշխարե, բայց աշակերտության պայմանները չլարացներ. Այդ դասակարգի հավատացյալներուն մասին Ջոն Մեքարթերը այսպես գսե իր գրքին մեջ եւ այս գիրքը գարտալու, թղթադելու հաջույք ունեցա այս շաբթվա մեջ. The call to Christian discipleship explicitly demands just that kind of total dedication. It is full commitment with nothing knowingly or deliberately held back. No one can come to Christ on any other terms. Those who can simply affirm a list of gospel facts and continue to live any way they please should examine themselves to see
if they are really in the faith. 2 Corinthians 13:5. Գսեթե հոգևոր աշակերտությունը շատ հստակորեն գպահանջե գադարյալ նվիրում, ամբողջական նվիրում, որևէ բան գիտակ ցապար կամ դիտումնավոր պետք չէ ետ բախվի հավատացյալին կյանքեն։ Այսինքն հավատացյալ ամբողջ էությամբ իր ունեցածը, իր եղածը ամբողջությամբ պետք է սրանին վրա տնե։ Այս է գսել ապաշխարությունը, ամբողջական նվիրում, գադարյալ նվիրում։ Որևէ մեկը չի գնար Քրիստոսի կալ կամ ապաշխարել ուրիշ պայմաններով։ Անոնք, որոնք ավետարաններու մեջ հիշված գարկմը իրողությունները կհաստատեն, բայց իրենց կուզածին բես գաբրին, պետք է իրենք քննեն դեսնելու համար, թե իսկապես հավատքի մեջ են, իսկապես ապաշխարած են։ C.S. Lewis արիթոմ ասած է, թե անոնք, որոնք կպապակին գրոնքմը, որ իրենց որոշ չափով մխիթարություն դա, որոշ չափով երկինքի համար իրենք վստահեցն է, բայց իրենք անանքիստ չնե, ես սերը այդպիսներուն քրիստոնեությունը վիդի չհանձնարարելի։ Քրիստոնեությունը գսե չէ այն գրոնքը, որ գրնա ցեզ ուրախացնել որոշ չափով, որ գրնա ցեզ նույնիսկ վստահեցնել, որ երկինք պիտի երթաք, եւ հան խնդիրը գլմնա, քրիստոնեությունը այդ չէ։ Ապաշխարող մեղավորը պետք է գիտնա, որ փրկությունը ծրի է, բոլորովի շնորհքի արդյունք է, բայց նաև պետք է գիտնա, որ ապաշխարությունը իր կյանքի մեջ հիմնական փոփոխություններ մեջտեղ պիտի բերե, եւ պետք է ապաշխարել միայն, եթե հոժար է այդ փոփոխությունները գրելու։ Շատ մփաներեն իր ցերկը քաշելու գիտոստեպի, շատ մեղքերեն հրաժարելու գիտոստեպի, իրեն հաջույք պատճառով շատ մփաներեն պետք է բազանցնի։ Այս բոլորը ապաշխարության մեջ են։ Հոս պետք է գանք առնենք, սակայն գիտագիտեմ, որ շատ կարևոր գակ մահարցումներ տակայում չգրցանք պատասխանել, օրինակ, եթե ավետարանիչը, եթե եկեղեցին չգրցավ իր ավետարանը շիդակ գերբով կարոզել, ներկայացնել, եւ եթե մեջտեղ եկա հավատացյալներու խումբը, որոնք ապաշխարեցին, բայց գադարյալ նվիրում չունեցան եւ մարմնավոր հավատացյալներ են եւ մարմնավոր կյանք գաբրին, ինչ պիտի լան ասոնք։ Ասոնք երկինք պիտի երթան, ասոնք պիտի հափշտակվին, երբ Հիսուս կա իր եկեղեցին առնելու համար։ Անշուշտ, ասոր գարենալ պատասխան մտալու համար պետք է նախ սահմանենք ինչ է մարմնավոր հավատացյալը։ Պետք է նախ հիշենք մարմնավոր հավատացյալի հատկանիշերը, մարմնավոր հավատացյալի ապրած կյանքը եւ Աստծո խոսքին լույսին տակ, Աստծո սրբության լույսին տակ քննենք այդ կյանքը, այդ արարքները, չսելու համար այդ կործված մեղքերը։ Այդպես քննել է ետքը գրնան գսել, թե այդ տեսակ հավատացյալներ երկինք պիտի երթան, բայց մինչև որ չորոշենք անոնց ապրելակերպը, չենք գնար այդ մասին որևէ բան գսել։ Գուսամ
հաջորդ մեր սերգողություններու ընթացքին Ձեզ հետ մի շարունակենք այս նյութը, որտեղ շատ կարևոր նյութ մնե, մեզի համար կարևոր նյութ է, մեր եկեղեցին համար, մեր երասարքներուն համար, մեր հավատացյալներուն համար կարևոր նյութ մնե, չեն ուզեր անանգալի արջև գտնվել Ջոն Նյութոն անունով նշանավոր անգլիացի հոգևոր մգար, որքան որ իբրև հոգևոր նշանավոր եղավ, այնքան ալ իբրև մեղավոր նշանավոր էր, իրավաշխարութենն առաջ և այդ մարդը նշանավոր խոստ մսավ, երբ երկինք երտամսավ երեք անանգալներու արջև իդի գտնվիմ։ Նախս հավարաչին անանգալ այն բիդլա, որ ինձ ինքս երկինքի մեջ բիդեսնեմ և հավատար բիդի չուզեմ։ Որովհետև սավ ինձի վես մեղը սավ, բետ չէր երկինք երտար, բայց սավ քանի որ երկինքի մեջ բիդլամ, աստծո շնորհքը սավ բիդի կողեմ։ Երկրորդ անագնգալը, որում բիդանթիվիմ երկինքի մեջ, ինձի վես մարդիկ բիդեսնեմ, որ երբեք միտքես չէր անցներ, որ անոնք երկինք հասած բիդլային։ Եվ ուսավ շատ մեծ բիդլա, երբ դեսնեմ այդ մարդիկը, որ ես զանոնք թժողքի տադաբարդացեի երկրի վրա։ Եվ սա երորդ անագնգալը, Ցավալի անանգալ բիդլա, շուրջս բիդնայիմ սավ և բիդի պնդրեմ հավատացյալներ, զորանք վստահեի, որ երկինքի մեջ բիդեսնեմ, բայց բիդի պնդրեմ և զանոնք բիդի չգտնեմ։ Աստված դար, որ այս վերջին մարգարեությունը մեզ մեր ոևէ մեկուն համար եղած չլար։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, փառք ուտանք, որ դու մեզ գսիրես, փառք ուտանք, մեզ գփրկես, փառք ուտանք, որ այս փրկությունը կարելի լինելու համար մեծ քինը վճարեցիր, մեզ կողմեն նաև փառք ուտանք, որ դու Սուրբ Աստված մնես և գանգալես, որ քո ժողովուրդդ սուրբ լա, որտեղ դու սուրբ ես, այդ սրբությունը քո ժողովուրդդ մեզ մեր գանգալես, գաղութենք ով դեր, որ մենք ոչ միայն հավատացյալները լանք, այլ նաև գադարյալ նվիրված հավատացյալներ, ոչ միայն բարձրապես ավաշխարածներ, այլ նաև հոգևոր կյանքի խորը թափանցած և Քրիստոսը իբրև դեր ընդունած և անոր գամքին հպատակով, անոր օրենքները գադարով և անոր հնազանդող հավատացյալներ։ Գաղութենք, որ մեզ այնպես գարավարես այս երկրի վրա և մենք այնպիսի կյանքի արաբրինք, որ թե մենք և թե մեր շուրջինները որևէ գասկած չունենամ մեր իսկական հավատացյալներ լան։ Մեր փրկչին աննով կխնդրենք և կփրկիտ համար շնորհե մեր այս փափակը։ Ամեն։ Բոլորս ոտքի վրա եկենք շարական դեր ողորմյան, բոլորս ոտքի վրա։
Ապահայր որչապ շնորհակալ ենք քեզ մեզի բարգեված այդ փրկության գարկատության համար։ Գիտենք, որ ոչ տրամով, ոչ ուժով, ոչ բարի գործերով է, ապա ուղղակի ու շնորհքդ է։ Այսօր դեր ինչպես այդպիսի մեծ շնորհքի առջև, բացառիկ գարկատության առջև անհոգ կրնանալալ եւ ապրիլ այդպիսի կյանքեր, որ պատիվ փակ չբերեր մեր մեջ կատարած այդ փրկության գործին։ Անոր համար գաղութեմ ապահայր օգնե մեզի, որ ունենանք ուղիղ եւ ուղղափառ աստվածապանություն եւ նույնադեն գործնական կյանք, որ համապատասխանալա քու խոսքին։ Մեր մեջ դուրով դեր սրբության դենչը, հպատակելու փափակը, պատրաստականությունը, որ ոչ թե դրդնչելով, բացադրելով, մեր անձեր արտարացնելով, ապա ով դեր նվիրումով քու կյանքդ կատարելու յետևել։ Ապրինգան կյանքերը, որ դու մեզ մեկը պահանջես, ոգնես, որ նազան լալով, որ քրիստոնեական առաքինությունները մեր կյանքերու մեջ երևան։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը մեր ամենը հիմա հավիտյանս ավիդելից ամեն։